Մամուլում տեղեկություններ են տարածվում զինծառայողի մահվան մանրամասների վերաբերյալ։ Արմլուր կայքի տվյալներով զինվորին ծեծել են հասցնելով ինքնասպանության։ Ըստ նախնական վարկածի մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը ճակատագրական է դարձել նրա համար։ Կայքի իրավապահ համակարգի աղբյուրները հայտնել են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 21-ին հայտնի է դարձել Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայողի մահվան մասին։ Ըստ սոցցանցերում հրապարակված տվյալների մահացած զինվորը 22-ամյա Նարեկ Թորոսյանն է։ Նա Սլավոնական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող էր։ Ավարտվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Աջակիցները ծափարություններով են ճանապարհել Ծառուկյանին։ Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ մինչ նրա առերեսումը իրանցի վկայի հետ, պաշտպան Երեմ Սարգսյանը հեռացվել է վարույթից։ Իր խոսքով պատճառն Իրանի քաղաքացու ցուցմունքն է այն մասին, որ ինքը Երեմ Սարգսյանը կարող է ունենալ տվյալներ գործի վերաբերյալ եւ հարցաքննվել վկայի կարգավիճակով։ Փաստաբան Երեմ Սարգսյանին այսօր ժամը 15-ին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Երեք առաջին անգամ ունեցանք մի իրավիճակ, որը ես երբևէ չէի տեսել։ Լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը Նարեկ Կարապետյանի գործի մասին։ Երեք մենք կարելի ասել ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն իրավիճակ, երբ այլևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրում է, որ падգամավորի թեկնածուն այլևս ունի падգամավորի կարգավիճակ եւ դրա պայմաններում անկախ այդ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ 2021 թվականի հուլիս ամսին Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, երբ արդեն Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել էր, ներկայացվել էր միջնորդություն քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու, ինչպես նաև անձի ազատության սահմանափակման վերաբերյալ, խոսքը վերաբերում էր այդ ժամանակ այլևս կրկին ոչ թե падգամավորի թեկնածու, այլ փաստացի падգամավորի կարգավիճակը ունեցող պարոն Իշխան Զաքարյանին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված միջնորդությունը վերադարձրել էր։ Ճիշտ այնպես, ինչպես 2026 թվականի հուլիս ամսին վերադարձրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդության քննության այս գործընթացը։ Վարդևանյանի խոսքով կարծես թե դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ, քանի որ ներկայացնելով նույն միջնորդությունը դատախազությունն ակնկալում է, որ ԿԸՀ-ն պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի ավիացիոն շարժիչներ եւ ռազմական տեխնիկա արտադրող գործարանում։ Բռնկումը ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել պայթյունի պատճառով։ Տեղի ունեցածի մասին պաշտոնական արձագանք դեռ չկա։ Ուկրաինական հեռահար հարվածներով խոցվել են Ռուսաստանի Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասի լոգիստիկ հաբերն ու նավթաբազան, ինչպես նաև Սև և Ազովի ծովերում ռուսական այսպես կոչված ստվերային նավատորմի 5 նավ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարվածների թիրախում է եղել նաև Վալբերիզի լոգիստիկ խոշոր կենտրոններից երկուսը։ Զելենսկին նշել է, որ Կիևը ներկայացրել է խաղաղության իր առաջարկները և Մոսկվային պետք է ստիպել դիմել դիվանագիտության։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Սիրսկիին ազատել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։ Որոշումը կայացվել է բողոքի ակցիաներից հետո, երբ բազմաթիվ ուկրաինացիներ պահանջում էին պաշտոնից ազատել Սիրսկիին եւ Միխայիլ Ֆյոդորովին վերադարձնել պաշտպանության նախարարի պաշտոնին։ Արդեն նախկին գլխավոր հրամանատարը կոնֆլիկտ էր ունեցել Ֆյոդորովի հետ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմում կատարված կադրային փոփոխություններին։ Մեջբերում, ես ճիշտ եմ հասկանում, որ Ֆյոդորովն ու Սիրսկին պաշտոններից հեռացվել են ռազմի դաշտում կրած հաջողությունների համար, որոնցով Զելենսկին պարծենում էր արևմտյան գագաթնաժողովներում, ասելով, թե որքան հիանալի են ծախսվել գումարները, բայց դեռ էլի է պետք։ Մեջբերման ավարտը։
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Բահրեյնի ուղղությամբ։ Հարվածներից հետո պայթյուններ են գրանցվել նաև Իրաքի Էրբիլ քաղաքում։ Իրանական ԱԹՍ-ների հարձակման թիրախը ըստ ամենայնի եղել են ԱՄՆ հյուպատոսությունն ու ռազմակայանը։ Գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում տրամադրված չեն լուրջ վերաբերվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին եւ Թեհրանին մեղադրել է նախկին պայմանավորվածությունները տապալելու համար։ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի վրա ծախսել է ավելի քան 37 միլիարդ դոլար, հայտարարել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը։ Նա նաև շեշտել է, որ օրենսդիրները պետք է շտապ հաստատեն Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորումը 87 միլիարդ դոլարի չափով, որից 67 միլիարդ դոլարը նախատեսված է Մերձավոր Արևելքում գործողությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։ Սա վերջին 17 տարվա ընթացքում լիբանանյան պետության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն։ Բանակցությունների գլխավոր թեմաներն են եղել Իսրայելի եւ Լիբանանի միջև հաստատված շրջանակային համաձայնագրի իրագործումը, Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումը, ինչպես նաեւ Հեզբոլլա շարժման զինաթափման եւ երկրում լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնման հարցերը։ Սպիտակ տանը կայացած հանդիպման եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունինը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանը տասնամյակներ շարունակ անարդարացիորեն տուժել է եւ ենթարկվել լուրջ մարտահրավերների, սակայն այժմ ամեն ինչ արվելու է երկրին աջակցելու եւ այն արժանի հարգանքով ու անվտանգությամբ ապահովելու համար։ Անդրադառնալով Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, Լիբանանի նախագահը այն պատմական ձեռքբերում է որակել, ուղղված երկու երկրների միջև թշնամության վերջնական դադարեցմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լիբանանյան բանակի հզորացման, երկրի հարավում անվտանգության վերականգնման եւ Հեզբոլլահի գործունեության հետ կապված հարցեր։ Լիբանանի նախագահը ընդգծել է երկրի զինված ուժերի կարևորությունը որպես պետականության եւ կայունության հիմնասյուն, ակնկալելով ԱՄՆ-ի շարունակական քաղաքական եւ նյութական աջակցությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ձեռնարկած վճռական քայլերի շնորհիվ Իրանը կտրուկ թուլացել է եւ նույնիսկ եթե ամերիկյան ուժերն այսօր դուրս գան տարածաշրջանից, իրանական կողմին շուրջ 20-ից 25 տարի կպահանջվի նախկին ներուժը վերականգնելու համար։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թրամփն ընդգծել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկումն ու նախկինում միջուկային օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածները վճռորոշ դեր են խաղացել։ Նրա խոսքով առանց այդ քայլերի հիմա չէր լինի ոչ Իսրայելը եւ ոչ էլ Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներ։ ԱՄՆ նախագահը նաեւ խստորեն դատապարտել Իրանի ղեկավարության գործողությունները, հավելելով, որ ցանկացած նոր միջուկային օբյեկտի ստեղծման կամ վերստին կառուցման փորձի դեպքում Միացյալ Նահանգները անհապաղ եւ չափազանց կոշտ հարվածներ կհասցնի այդ տարածքներին։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կուլիսային երկխոսությունների ընթացքում իրանական կողմը ցանկանում է հանդիպել եւ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Ֆրանսիայի հարավում բռնկվել է անտառային խոշոր հրդեհ, կրակն արդեն ընդգրկել է մոտ 3000 հեկտար տարածք։ Հրդեհից առաջացած ծուխը պատել է մոտակա թաղամասերի ամբողջ երկինքը։ Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է գինու խանութ, կենդանին ցատկել է մարդկանց վրա, հարվածից վիրավորվել է 3 մարդ, հայտնել է հնդկական հեռուստաալիքներից մեկը։ Կենդանու արկածները ֆիքսել է խանութի տեսախցիկը։